Բարև ձեզ, ես 961 խմբի սան Նարեկ Խաչիկյանն եմ։ Ֆիլմի ընթացքում ես ձեզ կներկայացնեմ գենետիկան։ Գենետիկայի նախնական հիմքերը դրվեցին 19-րդ դարում գերմանացի մանրէաբան Գրեգոր Մենդելի կողմից, ով հետազոտություններ մերի վրա, բացահայտելով ժառանգման հիմնական օրենքները։ Մենդելը առաջարկեց, որ որոշ գեները փոխանցվում են սերունդների որոշակի եղանակով, ինչը հետագայում դարձավ գենետիկայի հիմքը։ Գենետիկայի հիմնական հասկացությունները։ Գենը ԴՆԹ-ի հատված է, որը պարունակում է տեղեկատվություն որոշակի հատկության կամ ֆունկցիայի ստեղծման համար։ Գենը ընկալվում է որպես ժառանգական տեղեկատվություն կրող։ ԴՆԹ կենսաբանական մոլեկուլ է, որը իրականացնում է ժառանգական փոխանցումը և պարունակում է բոլոր օրգանիզմների զարգացման ու գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Մենդելի առաջին օրենք։ Մենդելի առաջին օրենքը իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում։ Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։ Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլորների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նոր արդյունքը ստացվեց նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլորներ։ Մենդելի երկրորդ օրենք։ Մենդելի երկրորդ օրենքը, որը ունի նաև այլ անվանում ճեղքավորման օրենք, պնդում է, որ առաջին սերնդի հիբրիդները հետագա բազմացման ընթացքում ճեղքավորվում են։ Նրանց սերունդում նորից հայտնվում են ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակներ, որոնք կազմում են հետնորդների ամբողջ թվի մոտ 1/4-ը։ Ոչ լրիվ դոմինանտություն։ Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինանտության վիճակում։ Երբ խաչասերվում են հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։ Այսպիսով, ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։ Սեռի գենետիկա։ Սեռի հետ շղթայքված հատկանիշների ժառանգում։ Բնական է, որ սեռական քրոմոսոմներում գտնվում են սեռական հատկանիշները պայմանավորող գեներ։ Սակայն X և Y քրոմոսոմները պարունակում են նաև այլ, ոչ սեռական հատկանիշներ պայմանավորող գեներ։ Այդ ոչ սեռական հատկանիշները, որոնց պայմանավորող գեները գտնվում են սեռական քրոմոսոմներում, կոչվում են սեռի հետ շղթայքված հատկանիշներ։ Բերենք սեռի հետ շղթայքված հատկանիշների մի քանի օրինակներ։ Այսպես, դրոզոֆիլ պտղաճանճի X քրոմոսոմում գտնվում է միջատի աչքերի գունավորումը պայմանավորող գենը։ Մարդու X քրոմոսոմը պարունակում է արյան մակարդելիությունը որոշող դոմինանտ գենը, որը ընդունված է նշանակել H տառով, քանի որ նրա ռեցեսիվ ալելը H գենը առաջացնում է ծանր հիվանդություն՝ հեմոֆիլիա, որը բնութագրում է արյան ցածր մակարդելություն։ Հեմոֆիլիան արյան մակարդելության խանգարում է, որի դեպքում արյունը չի մակարդում պատշաճ ձևով։ Այս հիվանդությունն առաջանում է արյան մակարդման համար անհրաժեշտ սպիտակուցների կոնյուգացիոն գործոնների պակասի կամ անբավարար գործունեության պատճառով։ Հեմոֆիլիան հիմնականում գենետիկ հիվանդություն է, որը փոխանցվում է X քրոմոսոմի ռեցեսիվ գենի միջոցով։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում, քանի որ ունեն միայն մեկ X քրոմոսոմ, մինչդեռ կանայք կարող են լինել գենի կրողներ՝ առանց հիվանդության դրսևորման։ Հեմոֆիլիան բուժելի չէ։ Պատշաճ կերպով խնամքի և ժամանակին արյան մակարդման գործոնների ընդունման միջոցով հիվանդները ունեն կարողություն վարել լիարժեք կյանք։ Եզրակացություն։ Այսպիսով, գենետիկան կենսաբանության հիմնարար ճյուղերից է, որը ուսումնասիրում է ժառանգականության և գեների փոխանցման օրինաչափությունները։ Այն բացատրում է, թե ինչպես են ծնողներից սերունդներին փոխանցվում ֆիզիկական հատկանիշները, հիվանդությունները և այլ գենետիկ առանձնահատկությունները։ Ժամանակակից գենետիկական հետազոտությունները զգալի ազդեցություն են ունեցել բժշկության, գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի և այլ ոլորտների զարգացման վրա։ Դրանք թույլ են տալիս հայտնաբերել և կանխարգելել գենետիկ հիվանդությունները, կատարել գենային թերապիա և բարելավել օրգանիզմների բնածին հատկությունները։